Իրան Պողոսյանին պատկանողքեցին գրուպի այդ մեկ տոննա կոկայինը, այն գործընթեց դա բարձր ոնց է հայտնվեց Երևանում և 10 օր անցնոր բացվեց։ Պետք է թույլ իմացել էր թույլ էր տվել հատուկ որ ծուղակ լինի տոննային, թե չեք իմացել միամիտ եկել հասել էր հետո ինչպես Պարոն Պողոսյանն ասում ինքը դիմել է ԱԱՏՎ-ին, որ եկեք ախտարեք, իմ մոտ չմնա սա իմը չի, բայց ԱԱՏՎ-ն որոշել է որ քրեական գործառույթի չնջատել է այս ամենը և մի բաներ PSS-ը են կարում, որ հունվար ապրիլ ամսին հասնում ավելի նարդարացում ամբողջ 7 միլիարդ դրամի արտային եկամուտ և պետական բյուջե։ Եթե երկուսն շփվելը դուք դեռ երկու ֆինանսների բյուջեն ունում եք 2 տրիլիոն 873.6 միլիարդ դրամ եք կանխատեսել այս տարվա ծննդրական հավաքագրումները, որից 2 տրիլիոն 723-ը արդեն հարկային և ծննդրություններն ու մուտքերն են լինելու։ Հիմա երբ որ մենք տեսնում որ 1 միլիարդից քիչ է, մոտ 50 միլիարդ է հունվար ապրիլ ամիսը, իհարկե ապրիլ 20-ին նաև այն հարկային մուտքերը լինեն։ Ինչ է կարծում, ինչ կարող է ապահովել 2.9 տրիլիոն։ Մի բան են մասնային բլոկով։ Պարոն Հակոբյան, ինչ-որ խնդիր է առաջացել ձեր և Վարդնոց օդանավակայանի ներդրումության միջև, որովհետև ես որոշ մանրամասներ գիտեմ, բայց դրանք դուք ասել, որովհետև ինչ-որ դեպքից հետո դուք ակտիվ սկսել եք ստուգել Վարդնոցի աշխատակիցներին, հատկապես նաև բյուջետի աշխատակիցներին և տեղեկություն տալ, որ դուք տեղեկություն եք ունեցել, որ այնտեղ Զարթուղի և Ապոլի ճանապարհով առաքելաշրջանառություն է տեղի ունենում, նաև Հայաստանի ճանապարհով ինչ-որ ապրանքների փոխանցում, հենց բյուջետի աշխատողների կամ Վարդնոցի աշխատակիցների միջոցով, և դա փորձել եք կանխել, ովքեր դրան նախորդել են մեկ այլ դեպք և որոշել լարվածություն առաջ։ Նախ առաջին դեպքի հետ կապված ես ենթադրում նկատի ունեք միջև մեզ գալը, այդ դրա մասով հարցում ուղարկեցիք դուք մեզ, որտև անցած ասուլիսից հետո մենք միասին ոնց որ խոսեցինք, պայմանավորվեցինք, որ դուք պետք է գրեք դրա պարզաբանումը տանք, անկեղծ ասած հիմա չեմ հիշի, որովհետև այդ խոսում ենք մի 6 ամիս առաջվա և ինձնից նույնիսկ առաջվա ինչ-որ դեպքի մասին, որի մանրամասները ես չեմ տիրապետում անկեղծ ասած, դե իմա ասեմ մանրամասներ չեմ տիրապետում, այսինքն դեպք որպես եկեք աշխատանքային կարգով, եթե այդ հարցը ձեր մոտ մնացել է, բայց այդ հարցը, որ մնում է ձեր մոտ, խնդրում եմ պայմանավորվածություններին համաձայն ուղղեք մեզ, մենք մեր տեղեկությունների շրջանակներում կարձագանքենք։ Հիմա տեսեք 6 ամիս անցել է, բայց ձեր բառերը չեն փոխվել։ Ասեմ։ Չէ։ Տերորի մասին չէր խոսք։ Ասում եք բյուջեն, երբ որ գրում էիք։ Անցած անգամ էլ ասեցի, եթե նկատի ունեք փաստաթղթի մասին է խոսքը, դրա մի մասը, այո, իմ ենթակայության ստորաբաժանումներն էին գրում։ Եթե նկատի ունեիք ընդհանրապես բյուջեն, ապա դա կառավարության փաստաթուղթն է և ինքը համապատասխան քննարկումների արդյունքում քննարկվում և ընդունվում է։ Հիմա գանք այդ ձեր ասացի նախ, միգուցե դրա մասին առիթ չունեցանք խոսելու կարիք կա երևի թե շեշտադրել, մենք առաջի եռամսակի այսպես ասած կանխատեսումը, որտեղ ես նաև առաջարկել եմ այդ խոսակցությունը ինչ-որ մի ձև փոխենք, շատ ենք խոսում կատարում, պլան, ծրագիր, այս խոսակցությունը բացարձակ տեղին չի անկեղծ ասած, բայց ամեն դեպքում, քանի որ գործ ունենք բյուջեի հետ, ծրագրերը մեր համար ուղենիշ են։ Հիմա ուղենիշի տեսանկյունից առաջի եռամսյակի մոտավորապես 3 միլիարդով ավել հավաքագրում ունենք և այս պայի օրինակ մայիսի հավաքագրումներին, երբ որ մենք հիմա հետևում ենք օրական, դա մեզ հուշում է, որ մենք կիսամյակի առումով էլ որպես այդպիսին խնդիր չենք ունենա։ Հիմա տարին ասում եք կատարենք, ես նորից նույն բանն եմ ուզում ասեմ, ինչքան կհավաքագրենք տարվա ընթացքում։ Այս պայի դրությամբ ռիսկերը մեծ չեն, բայց մենք մի այսպիսի քաղաքականություն ենք որդեգրել, որ փորձել ենք բացատրել յուրաքանչյուր իրավիճակում։ Եթե օրինակ կտեսնենք
ավելացման ծրագրից դեպի վերև ռիսկեր, դա կբացատրենք, թե ինչու տեղի ունեցավ այդպես։ Օրինակ, ես այսօր խոսեցի որոշ գործոններից, որ ժամանակային առումով շինարարությունը օրինակ սկսել է շատ հարկ վճարել կամ բանկային համակարգի շահութարկեր են որոշակի այս տարի մեծ ծավալով վճարվել կամ օրինակ ասում ենք կարգապահության կամ մեր վարչական գործիքների ակտիվացում, դրանք փորձում ենք մեկնաբանել։ Նույնը հակառակը, եթե կլինեն օրինակ դեպի ներքև դրսևորումներ, այդ ծրագրից, այսինքն ներքև, օբյեկտիվորեն մենք կմեկնաբանենք։ Բայց դրանից չի նշանակում, որ ստվերի դեմ պայքարը եւ վարչարության արդյունավետությունը չպետք է շարունակաբար բարելավվի եւ օրինակ երբ որ նայում ենք մեր առաջի 4 ամսվա բացահայտումների վիճակագրությանը, ես նույնիսկ կարող եմ հստակ ասել, չնայած ելույթի ժամանակ էլ ասեցի, մենք 40 ընդհանուր առմամբ մեր գործիքներով 45 միլիարդի առաջադրումներ ունենք հարկ վճարողներին այս տարի, որը անցած տարվա հունվար-ապրիլի համեմատ 18%-ով ավել է։ Ընդ որում առաջանցիկ, քան մեր հավաքագրումներն են, այսինքն այս տեսանկյունից մեր ջանքերը շարունակում են։ Եվ հետևաբար այդ տարվա խոսակցությունը ավելի ճիշտ կլինի մենք անենք տարվան մոտենալիս եւ յուրաքանչյուր ամիս կամ յուրաքանչյուր եռամսյակ, երբ որ խոսում ենք հավաքագրումների դինամիկայից, ձեզ մեկնաբանենք ուղղակի այն գործոնները, որոնք տանում են դեպի վերև, որոնք տանում են դեպի ներքև կամ պահում են ծրագրին մոտ շրջանակում։ Ես դրա համար ասի, այս պահի գնահատականով կիսամյակի առումով ռիսկեր չկան, ծրագրի համեմատությամբ դեպի ներքև ռիսկեր որպես այդպեսին չենք տեսնում, երկրորդ կիսամյակի կախված կլինի, թե ինչպես տնտեսությունը կզարգանա, այսինքն տնտեսական աճի տեմպերը, ինչպես կլինեն մեր հարկման բազաները, ինչպես կփոխվեն, դրանից կախված արդեն կխոսենք կոնկրետ զարգացումներից։ Հա, կներեք, հիմա զվարթնոցի հետ կապված կարծես դուք ինչ-որ խնդիր ունեիք, բայց չբացահայտեցիք դրա մասին։ Ես անկեղծ ասած ղեկավարության հետ որևէ խնդիր չունեմ ու առաջի անգամ եմ ձեզ լսում, որ օրինակ մենք եւ զվարթնոցի ղեկավարությունը որևէ խնդիր ունենք։ Հիմա գանք մեր գործողություններին, ընդ որում այդ գործողությունները մենակ զվարթնոցին չեն վերաբերում, ընդհանրապես բոլոր մաքսային գոտիներում էլ, եթե մենք տեսնում ենք ռիսկեր, որոշակի ժամանակ առ ժամանակ խստացումներ իրականացնում ենք։ Բնական է, որ եթե օրինակ ինչ-որ մի բան ենք նկատում եւ կարիք կա լրացուցիչ ուժեր կենտրոնացնել, որպեսզի մենք բացահայտումը ավելի լավ անենք, մենք այդ գործողությունը իրականացնում ենք։ Այսինքն այստեղ հատուկ միտում, որ ինչ-որ տենց որպես քանի որ կոնֆլիկտ կա, նման միտում բացարձակ չկա, անկեղծ։ Դա վստահեցնում եմ։ Հիմա ակտիվացումների հետ կապված դա ժամանակ առ ժամանակ է տեղի ունենում, էլի ասեցի, դա կենտրոնացած չի այնտեղ լինում են ռիսկեր, երբ որ ակտիվանում են, մենք կարիք ենք ունենում ավելի խիստ վերահսկողություն իրականացնել եւ դա է պատճառը, որ երբեմն դուք կարող եք լսել որոշակի ավելի խիստ գործողությունների մասին։ Սա անձնավորված չի, սա պարզապես մեր մաքսային վերահսկողությունը արդյունավետ կազմակերպելու մասին է։ Ընդ որում նշեմ, որ այնտեղ նույնպես բացահայտումների աճեր ունենք այս տարվա կտրվածքով անցած տարվա համեմատ։ Վերջին շրջան չէ, տարվա ընթացքում, եթե նկատի ունեք իմ գալուց հետո 6 ամսվա ընթացքում, ես կարող եմ ասել, որ ժամանակ առ ժամանակ այո, խստացումներ եղել են։ Իհարկե, այսինքն եթե անօրինականության կամ ասենք մաքսանենգության դեմ ենք պայքարում, այլ ընտրանք չկա, մենք մեր գործողությունները պետք է իրականացնենք եւ փորձում ենք բացատրել նման իրավիճակում, իհարկե նաեւ երբեմն ներողություն խնդրելով են քաղաքացիներից, ովքեր որ օրինապահ են ու պարզապես օրինակ այդ տեղից անցնելուց ստիպված են լինում որոշակի խիստ վերահսկողության ներքո անցնել, բայց դա տեղային ժամանակավոր բնույթ է կրում։ Դե ամեն օր չենք կարող անենք, պարոն Մաքրան։ Ամեն օր ոչ չենք կարող։